Եթերում հեռանկարն է։ Եվրասիական մայրցամաքի քաղաքական գործընթացները, տարածաշրջանային անվտանգությունը, աշխարհաքաղաքական մարտահրավերները այս ընթացքում քննարկվում են ամենատարբեր հարթակներում։ Այդ իրողությունները նաև անցյալ շաբաթ տեղի ունեցած միջազգային գիտաժողովի շրջանակում էին, որը կազմակերպել էր Չինաստան, Եվրասիա քաղաքական եւ ռազմավարական հետազոտությունների խորհուրդ հիմնադրամը։ Ինչպիսի դեր ունի Հայաստանը այս ամենում եւ ինչպես կարող են դրանք անդրադառնալ մեր երկրի վրա։ Այն քննարկենք հիմնադրամի ղեկավար Մեհեր Սահակյանի հետ։ Շնորհակալություն, պարոն Սահակյան, մեր հրավերը ընդունելու համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Անդրադառնալով եվրասիական մայրցամաքին, այն ավելի մեծ կարևորություն է ստանում, ինչով է դա պայմանավորված։ Շատ ճիշտ է, եվրասիական մայրցամաքը շարունակում է պահպանել իր կարևորությունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ աշխարհի կարևորագույն աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական զարգացումները հենց տեղի են ունենում այս մայրցամաքում, բայց վերջերս նաև տենդենց ենք նկատում, որ եթե սրանից 20-30 տարի եւ դրանից առաջ կարևորագույն իրադարձությունների կիզակետը դա Եվրոպան էր, ապա այս կարևորագույն զարգացման կենտրոնը տեղափոխվում է հետզհետե ասիական տարածաշրջան, քանի որ հենց այստեղ են այն երկրները, որոնք տոն են տալի համաշխարհային տնտեսության զարգացմանը, ինչպիսիք են Չինաստանը, Ճապոնիան, Կորեան եւ Հնդկաստանը։ Սա է պատճառը, որ ամբողջ աշխարհի ուշադրությունը սևեռվել է դեպի ասիական տարածաշրջան եւ երկրները, ինչպիսիք են ԱՄՆ, Եվրոմիությունը, նույն Ռուսաստանը խոսում են այսպես ավելի շատ շրջադարձ դեպի արևելքի մասին։ Հիմա մենք նկատում ենք երկու միտում։ Առաջինը Հայաստանը այս երկրների հետ առանձին սերտացնում է հարաբերությունները։ Երկրորդը ընդհանուր առմամբ ներգրավված է տնտեսական ու հաղորդակցային տարբեր նախագծերում։ Որքանով է այս ամենը տեղավորվում ընդհանուր տրամաբանության մեջ։ Ընդհանուր տրամաբանությունը այն է, որ այսօր տեղի է ունենում երկու մեծ իրադարձություն եվրասիական մայրցամաքում մի կողմից փակվում են նախկին ճանապարհները, այսինքն ի նկատի ունեմ ռուս-ուկրաինական պատերազմով, իհարկե փակվում է Ասիայից դեպի Եվրոպա գնացող ճանապարհը, որը անցնում էր Ռուսաստանի տարածքով, տրանսսիբիրյան երկաթուղով, քանի որ եվրոպական երկրները փորձում են Ասիայի հետ կապնվել այլ ուղիներով, խուսափելով ռուսական տարածքից, նույն պատերազմի պատճառով, պատժամիջոցների պատճառով, ինչպես նաև Ռուսաստանի պատժամիջոցների պատճառով այս երկրների դեմ փորձում են գտնել այլ ուղիներ։ Իհարկե ծովային ճանապարհ միշտ կա, բայց ներկա փուլում նաև փորձում են Ռուսաստանը անցնող ճանապարհ գտնել եւ դա տեղավորվում է Եվրոպայով դեպի Թուրքիա, Հարավային Կովկաս, Կենտրոնական Ասիա եւ դեպի Չինաստան, Ճապոնիա եւ այլ երկրներ գնացող ուղիների զարգացմամբ այստեղ կարծես թե Եվրոմիության, թե Չինաստանի, թե տարածաշրջանային երկրները, եսի նկատի ունեմ Կենտրոնական Ասիայի, Հարավային Կովկասի, Մերձավոր Արևելքի երկրների շահերը համընկնում են եւ ներդրումներ են տեղ ունենում նույն Չինաստանի կողմից, նույն տարածաշրջանային երկրների կողմից, որպեսզի երկաթգծերը, ճանապարհները զարգանան եւ հնարավորություն ստեղծվի եվրասիական այս տարբեր տարածաշրջանները կապել իրար հետ։ Հայաստանի համար իհարկե շատ կարևոր է ընդգրկվել այս երթուղիներում, բայց իհարկե մենք խնդիր ունենք։ Առաջին խնդիրը մենք պետք է ընդունենք, որ մեր տրանսպորտային ենթակառուցվածքները զարգացած չեն, այսինքն ունենք երկաթգծեր, որոնք սովետական ժամանակաշրջանից են մնացել, սա զարգացնել է պետք, ինչպես նաև ճանապարհի խնդիր ունենք, այսինքն հյուսիս-հարավը վերջնականապես պատրաստելու խնդիր ունենք, որը իհարկե արվում է, երբ այս ամենը պատրաստ կլինի, մենք ավելի շատ առաջարկելու բան կունենանք, ինչպես նաև հարևանների հետ խնդիրները, նույն Թուրքիան եւ Ադրբեջանը երկարատև ժամանակաշրջան բլոկադա են ենթարկում Հայաստանին, փակել են սահմանները եւ իհարկե եթե ներկա տենդենսը շարունակվի եւ խաղաղության գնան այս երկրները եւ Թուրքիան եւ Ադրբեջանը վերջի վերջո բացեն սահմանները,
ըստ պայմանավորվածության, ապա իհարկե սա մեծ հնարավորություններ կընձեռնի Հայաստանին դեր խաղալու արևելք արևմուտք, հյուսիս հարավ, տրանսպորտային միջանցներում, բայց նորից սրա համար մենք մինչև այդ օրը պետք է իհարկե զարգացնենք մեր տրանսպորտային ենթակառուցվածքները։ Այսքան տարի հայ-ադրբեջանական հակամարտություն էր ընթանում, բայց միայն վերջին տարիներին, երբ որ խոսվեց հաղորդակցությունների մասին, կարծես թե Հայաստանը միջազգային արենայում ավելի ու ավելի շատ երևաց։ Արդյոք միջազգային խաղացողները իսկապես դիտարկում են Հայաստանի տարածքը եւ այս տարածաշրջանով անցնող հաղորդակցության ուղիները որպես լավագույն ընտրություն, հա, այս դեպքում ասում։ Լավագույն ընտրության մասին խոսելը դեռևս վաղ է, որովհետև նորից նշեմ, որ ցավոք Հայաստանն այսօր այդպիսի զարգացած ենթակառուցվածքներ առաջարկելու հնարավորությունը չունի, իսկ հիմա գործում է, ասենք, Բաքու-Թբիլիսի կարճ երկաթգիծը։ Ընթացքում իհարկե, եթե սահմանները բացվեն եւ զարգացվի նաեւ Հայաստանի ենթակառուցվածքները, Հայաստանը եւս որոշակի դեր կարող է խաղալ։ Ինչ եմ ուզում ասել, որ այս ուղիները կան, գործում են նաև առանց Հայաստանի, ցավոք սրտի, ինչին որ երկար ժամանակ ցկտում էին նույն Թուրքիան եւ Ադրբեջանը, եւ իհարկե եթե սահմանները բացեն, Հայաստանը հետզհետե կարող է եւս դիրքավորվել եւ հնարավորություններ ունենալ այս երթուղիներում։ Իհարկե հետաքրքրությունը կա, նույն Եվրոմիության մոտ հետաքրքրությունը կա, իհարկե Չինաստանը եւս հետաքրքրված կլինի եւս մի ալտերնատիվ ճանապարհի ստեղծմամբ։ Տարածաշրջանային բոլոր երկրները հետաքրքրություն կունենան, որպեսզի Հայաստանը եւս մտնի խաղի մեջ։ Իհարկե կլինեն նաև երկրներ, օրինակ Վրաստանը եւ Իրանը, որոնք նաև կտեսնեն մրցակցություն Հայաստանի հետ, ինչը ակնհայտ է։ Բայց Հայաստանը իհարկե պետք է ցկտի, ինչը որ եւ արվում է դեպի խաղաղության, դեպի սահմանների բացում եւ իհարկե ենթակառուցվածքներին ավելի շատ ուշադրության դարձնելու կարիք ունենք։ Հիմա առավել մասնավորեցնենք, դուք գիտաժողովի ժամանակ ասել էիք, որ խաղաղության խաչմերուկը կարող է շատ լավ համակցվել մեկ գոտի մեկ ճանապարհ այդ նախագծի հետ։ Ինչպես մանրամասնիկ։ Գիտեք, մեկ գոտի մեկ ճանապարհ նախաձեռնությունը իհարկե ունի բազմաթիվ ոլորտներ, բայց կարևորագույններից է մետաքսի ճանապարհ տնտեսական գոտին, որը խոսքը հենց ենթակառուցվածքների մասին է, երկաթգծերի մասին է, ճանապարհների մասին է, հենց նույն մեկ գոտի մեկ ճանապարհը ունի այսպես կոչված Չինաստան, Կենտրոնական Ասիա, Արևմտյան Ասիա տնտեսական կորիդորը, որը իր մեջ ենթադրում է հենց երկաթգծեր, ճանապարհներ, իդեպ գործում է, արդեն կա, Չինաստանը ներդրումներ է կատարել նույն կենտրոնասիական երկրներում, Ղազախստանում, հիմա կառուցում է նաև Қырғызստանի, Ուզբեկստանի հետ երկաթգիծը, գործում է նավահանգիստներ, Ակտաում, Կուրյուկում, նույն Բաքու պորտը վերջերս մեծացրեցին, գործում է Բաքու-Թբիլիսի կարծը եւ այս ամբողջի մեջ իհարկե հայկական երկաթգծերը, ճանապարհները համակցված չեն։ Եվ Հայաստանը առաջ քաշելով ձեր նշած ծրագիրը խաղաղության խաչմերուկը իհարկե հայտ է ներկայացրել, որ ինքը եւս դառնա ճանապարհային հանգույց, տրանսպորտային հանգույց եւ իհարկե կարելի է համակցել նույն մեկ գոտի մեկ ճանապարհի հետ, այսինքն նույն այդ երկաթգծերի ճանապարհների հետ եւ որպեսզի Հայաստանն էլ մասնակցի, բայց նորից այստեղ պետք է անդրադառնանք, որ կարեւոր է հարևանների հետ սահմանների բացելը, ապահովել եւ համակցել այդ երկաթգծերը, ճանապարհները իրար հետ, որպեսզի այսպես այդ հնարավորությունը եւս մենք կարողանանք օգտագործել։ Իհարկե այսօրվա դրությամբ, եթե հյուսհարավն էլ պատրաստ լինի եւ ներկա ենթակառուցվածքներն են նույն Իրանի հետ, նույն Վրաստանի հետ մոդեռնիզացվեն, սա էլ որոշակի հնարավորություն է, բայց ընդհանուր պատկերի մեջ լավ կլիներ, որ իհարկե Հայաստանի բոլոր սահմանները բացվեր։ Իհարկե սա մեր պարզ է, որ սա մեր պատճառով չէ, մեր երկու հարևանների վարած երկարատև քաղաքականության արդյունք է, բայց հուսանք, որ այսօրվա դրությամբ, քանի որ նույն ԱՄՆ-ին է պետք այս սահմանների բացումը, ենթակառուցվածքների աշխատանքը, նույն Չինաստանն է հետաքրքրված, Եվրոմիությունն է հետաքրքրված, կարծես այստեղ բոլորի հետաքրքրությունը կա, իհարկե հայկական դիվանագիտությունը մեծ գործ ունի անելու, որպեսզի սահմանները բացվեն։ Հիմա վերջին շրջանում առավել շատ խոսվում է TRIP-ի մասին, հա, TRIP-ը դուք առանձին դիտարկում եք կարևորությունը, ինչպես եք դիտարկում։ Գիտեք, սա այստեղ շատ բարդ հարց է, որովհետև մենք մի կողմից ունենք Վաշինգտոնում այսպես առաջ քաշված այս առաջարկությունը, բայց
վերջնական խաղաղության պայմանագիրը, եկեք հիշենք, որ ստորագրված չէ, քանի որ Ադրբեջանը եւս անհասկանալի պահանջներ է առաջ քաշում, մոռանալով, որ հենց իր սահմանադրության մեջ եւս կան խնդրահարույց կետեր, եւ այստեղ իհարկե թրիփի համար պետք է շուրջ 2.5-ից 3 միլիարդ դոլար եւ տարիների աշխատանք։ Իհարկե կարելի է եւ պետք է սրա շուրջ աշխատել, հուսանք ամերիկյան կողմը ներդրումները կանի, լուրջ կզբաղվի այս հարցով, մենք տեսնում ենք այդ հետաքրքրությունը, քանի որ նաեւ այստեղ մենք գիտենք, որ ԱՄՆ հետաքրքրված է կրիտիկական միներալներով, որոնք գտնվում են կենտրոնական Ասիայում, այսինքն նա հիմա փորձում է կապուղիներ, ճանապարհներ ստեղծել այդ կրիտիկական միներալները այնտեղից հանելու համար, Հայաստանում արհեստական բանականության գործարան է կառուցվելու, Ղազախստանում է այսօր կառուցվում, որը կատարում է իրենց խոշորագույն Nvidia կազմակերպությունը եւ իհարկե այս ամենի մեջ ինքը նոր հետաքրքրություն ունի, սա նաեւ ԱՄՆ-ի երկարատև ռազմավարությունն է, աշխարհառազմավարությունը, որի շնորհիվ նա փորձում է Հարավային Կովկասը, Կենտրոնական Ասիան, այստեղի կրիտիկական միներալները, նավթը, գազը կապել Եվրոմիության հետ եւ Ռուսաստանին, Իրանին հետսեթե դուրս թողնել այս տարածքներից։ Այսինքն դա իրենց հետ խորհրդային շրջանից իրենց երկարատև ռազմավարությունն է, ինչը իրենք անում են, հետաքրքրված են, հուսանք, որ իրենք կփորձեն թրիփի վրա ավելի մեծ ուշադրություն դարձնել, բայց կարծում եմ, որ դա երկար կտևի, Հայաստանի խնդիրներից պետք է լինի նաեւ իր միջազգային գործընկերներին ներկայացնել այն երկաթգիծը, որը մենք ունենք, նույն, որը սկսում է Իջևանից, գնում է դեպի Գյումրի, այնտեղից Թուրքիա, այդ գիծը պատրաստ է, այնտեղ շատ քիչ աշխատանք կարելի է տանել, Հայաստանը կարծում եմ կարող է նույն Չինաստանին, ԱՄՆ-ին, Թուրքիային, Ռուսաստանին եւ այլ երկրներին Եվրոմիությանը բացատրել, որ եթե բացվի այդ ճանապարհը, մենք կարող ենք դա օգտագործել, բոլորը դրանից արդյունք օգուտ կքաղեն, իսկ մյուսը կարելի է ժամանակի ընթացքում կառուցել եւ թող դա է լինի։ Ինչպես ամերիկացիներն են ասում, low hanging fruit է։ Ավելի հեշտ է դա ստանալ։ Անդրադառնալով Հայաստան-Չինաստան հարաբերություններին, հա, այս ամռանը Հայաստանը եւ Չինաստանը ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրեցին։ Սա ինչ նոր հնարավորություններ է տալիս։ Շատ կարևոր քայլ էր, որի մասին մենք երկար տարիներ խոսում ենք եւ առաջարկում ենք, քանի որ սա Հայաստանին հնարավորություն է տալիս որոշակի հավասարակշռություն բերել իր արտաքին քաղաքականություն։ Չինաստանը աշխարհի երկրորդ գերտերությունն է, ունենալով նմանատիպ ռազմավարական համագործակցություն աշխարհի երկրորդ գերտերության հետ կարևոր հանգամանք է, հնարավորություն է տալիս աշխատել այդ երկրի հետ, խորացնել համագործակցությունը թե քաղաքական ուղղությամբ, թե տնտեսական ուղղությամբ, թե նաև այդ երկրի հետ, օրինակ այդ փաստաթղթում նաև կետ կա բարձր տեխնոլոգիաների շուրջ համագործակցություն տարածելու մասին, ինչը եւս հնարավորություն է տալիս Հայաստանին աշխատել Չինաստանի հետ, որը այսօր որոշակի, օրինակ նույն արհեստական բանականության ոլորտում ինքը առաջատարն է աշխարհում։ Այնպես որ այս քայլը շատ կարևոր էր Հայաստանի համար, թե հավասարակշռելու տեսանկյունից, թե նման գերտերության ահռելի շուկային, տնտեսությանը, քաղաքական առումով ավելի մոտ դինելու եւ աշխատելու։ Երբ Չինաստանի հետ հարաբերությունների մասին խոսում ենք, մյուս կողմում նաև Միացյալ Նահանգների հետ հարաբերություններն են։ Եվ վերջին օրերին մենք տեսանք, որ Միացյալ Նահանգները հրապարակեց իր ազգային անվտանգության նոր ռազմավարությունը եւ կարծես թե որոշակի փոփոխություն կա Չինաստանի նկատմամբ քաղաքականությունում։ Հայաստանը այս դեպքում ինչպիսի, այսպես ասեմ, մանևրների տեղ ունի։ Գիտեք, Հայաստանը փոքր պետություն է, Հայաստանը ոչ մի դեպքում չպետք է ընտրի ոչ մի բևեռ, պետք է աշխատի չընտրել ոչ մի բևեռ։ Հայաստանը պետք է փորձի աշխատել բոլորի հետ, Հայաստանը պետք է համագործակցության ուղիներ փնտրի թե Վաշինգտոնի հետ, թե նույն Պեկինի հետ եւ այդ երկրներն էլ են հասկանում, որ Հայաստանը փոքր պետություն է, մանևրելու քիչ հնարավորություն ունի եւ այսպիսով նրանք էլ են հասկանում, որ Հայաստանը հավասարակշռում է եւ աշխատում է բոլորի հետ։ Սա ավելի խելացի քաղաքականություն է, իդեպ ինչը հայկական կողմը վարում է 2025 թվականից եւ կարծում եմ, որ սա որոշակի դիվիդենդներ կբերի։
Շնորհակալություն անդրադառնալով ընդհանուր առմամբ աշխարհաքաղաքականությանը, հա, արդեն վերջին տարիներին առավել ինտենսիվորեն խոսվում է նոր աշխարհակարգի, նոր վերադասավորումների մասին, ուկրաինական պատերազմը եւս կարևոր կետերից մեկն էր հանգուցային։ Այս ամենը ինչ նոր վերադասավորումների հիմք է տալիս այժմ։ Մենք առաջ ենք քաշել դեռևս 2023 թվականին, որ այսպես խոսում են երկբևեռ, պոլիցենտրիկ եւ այլ աշխարհների մասին, մենք առաջ քաշեցինք բազմաբևեռ աշխարհակարգ երկուս տերմինը եւ նույնիսկ գիրք հրատարակեցինք Մեծ Բրիտանիայում մեր միջազգային թիմով եւ իհարկե մենք այստեղ ցույց ենք տալիս, որ նույն ուկրաինական պատերազմից հետո աշխարհը իհարկե այլևս միաբևեռ չէ եւ կոնկրետ գտնվում է բազմաբևեռ աշխարհակարգում, որտեղ այս բազմաբևեռ աշխարհակարգում կա ԱՄՆ-ը, իհարկե կարող ենք դեռևս խոսել արևմտյան բևեռի մասին, բայց այս արևմտյան բևեռն էլ այլևս ոչ բոլոր հարցերում է միասնական գործում, այսինքն կա ԱՄՆ-ը եւ կա նաեւ Եվրոմիությունը, բայց ԱՄՆ-ի պատճառով այստեղ նաեւ խնդիրներ կան նույն Եվրոմիությունում, որովհետեւ մենք պետք է հասկանանք, որ նույն Եվրոմիության բազմաթիվ երկրներ, հատկապես Արևելյան Եվրոպայի, նրանք ավելի շատ իրենց տեսնում են ԱՄՆ-ի հետ, քան Բրյուսելի հետ։ Կա նաև չինական բևեռը, որը իհարկե հզորանում է նույն իր մեկ գոտի մեկ ճանապարհ նախաձեռնության շնորհիվ տնտեսական եւ քաղաքական այն մեծ ուժի շնորհիվ, որը ինքը կուտակել է այս տասնամյակների ընթացքում, իհարկե Ռուսաստանն է փորձում անկախ գործել բոլոր բևեռներից, համագործակցություն պահելով նույն Չինաստանի հետ, մենք կարող ենք խոսել նաև մեկ այլ ուժի մասին, առաջ եկող ուժի մասին, որը Հնդկաստանն է, Հնդկաստանը եւս փորձում է կենտրոն դառնալ նույն հարավասիական տարածաշրջանում եւ այս ուժերը մենք տեսնում ենք, որ այլևս այդպիսի մեկ ուժ, որը իշխի եւ թելադրի խաղի կանոնները այլևս չկա, ցավոք սրտի սա բերում է նրան, որ նույն բազմաբևեռ աշխարհակարգ երկուսում այլևս միջազգային իրավունքը, նույն դեմոկրատիան, ժողովրդավարությունը դեր չեն խաղում, որովհետեւ նույն աշխարհի գերտերությունը ԱՄՆ-ը այլևս հետաքրքրված չէ դեմոկրատիայի տարածմամբ եւ դեմոկրատիա տարածելը եւ այլն հնարավոր չէ վաճառել ԱՄՆ-ի վրա, ներկայումս ավելի շատ առաջ են քաշված տնտեսական խնդիրները, տնտեսական հետաքրքրությունները եւ կոնկրետ հարց, թե ինչ կտա X երկրի հետ համագործակցությունը Y մեծ երկրին։ Այս խնդիրներն են առաջնային եւ իհարկե այս բազմաբևեռ աշխարհակարգ երկուսում իհարկե խաղաղությունը բարդ կլինեն նոր կոնֆլիկտներ, խնդիրներ, քանի որ կան տարբեր բևեռներ, տարբեր հետաքրքրություններ եւ ցավոք բախումները դեռ շարունակվում են եւ կշարունակվեն։ Շնորհակալություն, պարոն Սահակյան, ես հիշեցնեմ իմ զրուցակիցը Մհեր Սահակյանն էր։